Ոսկե Իսահակյանը նվիրված բանաստեղծի 150-ամյակին անվանի հայերի գրականություն շարքից պոտենցիալ գնորդներով լցրել է գլխավոր դրամատան վաճառասրահը։ Հուշադրամը այս տարվա 3-րդ ու վերջին թողարկումն է, ներկայացնում է Կենտրոնական բանկի արժույթի թողարկման ու դրամագիտության կենտրոնի ղեկավարը։ Քաշը 8.6 գրամ է ոսկու, 900 հարգի ոսկի, ընդհանուր քանակը 300 հատ է հատվել։ Այս սահմանափակ քանակներն էլ ի դեպ հետագայում նրանց շուկայական արժեքը էապես բարձրացնում են։ Գնի բարձրացումն այս դեպքում հետոին չմնաց։ Հոկտեմբերի 1-ին 400,000 դրամով վաճառքի մտած հուշադրամի արժեքը միջազգային շուկայում ոսկու թանկացման հետ հենց հաջորդ օրվանից դարձել է 420,000։ Գնորդները դեմքը չնկարելու պայմանով անկեղծանում են։ Պատկերացնում էին, որ այդպես էլ պետք է լինի։ Անցած տարի օրինակ նույն պարամետրերով հուշադրամները եղել են 290,000 դրամի կարգի։ Իսկ որ գինը բարձրացել է։ Դա համաշխարհային շուկայի գինն է բարձրացել ոսկու։ Գների փոփոխությունն արվում է ընդհանուր, որպեսզի ոչ միայն նումիզմատները, այլև բոլոր մարդիկ գնահատեն թողարկվող հուշադրամը, ոչ թե մետաղի գրամները, բացատրում է Գևորգ Թումանյանը։ Ոսկու արժեքի բարձրացման զուգահեռ մեր հուշադրամների գներն էլ վերանայվում են, որպեսզի մենք չհանգենք այնպիսի կետի, որ հուշադրամը գնվում է զուտ որպես ոսկու ջարդոն, այսպես ասած, որտեղ հուշադրամի արժեքը ավելին է, քան թե իր մեջ պարունակվող թանկարժեք մետաղի արժեքը։ Մեր նկարահանման մոտ 1 ժամվա ընթացքում Ավետիք Իսահակյանի 3 հուշադրամ վաճառվեց։ Դարձյալ առանց դեմքը ցույց տալու ձեռքբերողները դեմ չէին խոսել իրենց խոշոր գնման մասին։ Նվերի համար եք գնում։ Չէ, իմ սեփական կոլեկցիայի համար։ Հա, մեծ հավաքածուն եք։ Շատ մեծ չի կարելի ասել մեծ, բայց ունեմ։ Ասաց հետևում է Կենտրոնական բանկի թողարկումներին, նորություն հենց լինում է, գալիս է։ Այցելուների պակաս չունեն, բայց նոր հուշադրամն ակնհայտ ակտիվացնում է առևտուրը, փաստում է նաև դրամագետի վաճառողը։ Հենց հայտնվում է հուշադրամը, այդ օրվանից սկսված արդեն գնորդների թիվը ավելանում է, պակաս չկա հարցումների։ Հստակ վիճակագրություն չկա, հայկական հուշադրամներն ավելի շատ Սփյուռք են գնում, տուրիստներն են տանում, թե Հայաստանում է մնում։ Գնահատական չկա նաև, դրանք առավել հաճախ որպես ներդրում խնայողություն են ձեռք բերվում, թե համալրում են նումիզմատների հավաքածուները, ինչպես մեր այս զրուցակցի դեպքում։ Ունեք ուրիշ հուշադրամներ։ Այո, ասեմ ձեզ, Այվազովսկի հաստատուն եմ, Մանթաշյան, Ազնավուր, փոքր հասցրեցի գնել, մեծը չհասցրեցի ոչ մի ձևով գնել։ Բավական մեծ հերթեր Փարաջանով, այո։ Իսահակյանի նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառն ըստ դրամագետների գրականության շարքում թողարկման մեծ ընդմիջումն է։ Նախորդը Ոսկե Չարենցը հատվել էր 2022 թվականին։ Այս տարի առհասարակ սովորականից քիչ, ընդամենը 3 հուշադրամ է հատվել՝ Բարերար Գաֆեսճյանի, Հենրիկ Մալյանի եւ այս մեկը Իսահակյանի պատվին։ Հաջորդ տարի Կենտրոնական բանկն ավելի շռայլ կլինի, խոստանում են։ Նոր շարքեր են սկսելու նվիրված Հայաստանի բնության հուշարձաններին ու տոներին։ Մյուս տարի լինելու է Գառնի քարերի սիմֆոնիային նվիրված թողարկում, որը լինելու է առանձնահատուկ հատման տեխնոլոգիայով, ունենալու է գերբարձր ռելիեֆ, որպեսզի ողջ գեղեցկությունը հնարավոր լինի փոխանցել։ Ունենալու ենք նաև մեր ավանդական տոներին նվիրված նոր շարք ենք սկսելու 26 թվականին նախատեսված է Տիառն ընթառաջ կամ Տրնդեզ, ինչպես ժողովուրդն է անվանում։ Հայկական բոլոր հուշադրամներից ի դեպ ամենաարագը վաճառվել է Շառլ Ազնավուրը։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, լուրեր։